խնդիրը սոցիալական ասացիների սոցիալական իսկ ճանապարհը, որը տեսնում ենք, դա Արցախից թալանած գումարների վերադարձի միջոցով։ Ուրեմն խոսքը գնում է այն ինչ որ մենք ամբողջ թալանը բնականաբար չենք կարող իմանանք, որովհետև մենք լիազորված չենք։ Բայց մենք գիտենք այդ թալանի ահռելի մի մասի փաստաթղթերով գիտենք դրա մասին, որը որ ներկայացված է դատախազություն տարիուկես առաջ, որոշ դրվագներով գործեր կա հարուցված, օդից կախված, որոշ դրվագները դեռ քննության մեջ է, ամենայն դեպս անձամբ ես եմ ներկայացել, ինձ հրավիրել են քննչականից ներկայացել եմ եւ նկարագրել եմ Արցախում խոշոր կոռուպցիայի սխեմաները, ինչպես է ձևավորված։ Շահրամանյանը եւ իդեպ իր դիմումի հիմա վրա է դատախազությունը վարույթ նախաձեռնել, ինչու օրինակ Հայաստանի իրավապահ մարմիններից չեք պահանջում, որ քննությունը արագ իրականացվի եւ բացվի վերջո հիմնադրամի գումարները ինչ է եղել։ Հիմնադրամի գումարները մենք գիտենք, որ գնացել է կոնկրետ ուժերի ներկայացուցիչների իմիջիալոց, ովքեր որ հենց Շահրամանյանին բերել են դրել այդ պաշտոնին։ Հիմա հարց, չէ՞ մի բար ավարտ մի վարքյան չեմ կարծում է, ասում են փաստաթղթերով է։ Հիմա մի վարքյան, այդ անունները լրիվ հրապարակված է։ Մենք ստեղ հրապարակված է Վալես NGO իրանց Facebook-յան կայքեջում եւ Մարինա Պողոսյանը ստե ահռելի գործ արել, նույնիսկ քննիչների գործն արել, տարել տվել քննիչների։ Հիմա ես ձեր հարցին չեմ պատասխանել, այդ եմ ուզում պատասխանեմ։ Ուրեմն մենք տեսել ենք, որ նաև արցախցիները ակցիաներ են կազմակերպել տարբեր անգամ դատախազության մոտ, բայց դե լիարժեք ուշադրության չեն արժանացել։ Այս վերջում նույնիսկ չեն էլ դուրս եկել հետները խոսել։ Հիմա մեր պահանջը Սամվել Շահրամանյանին նա է։ Ուրեմն հարց համար առաջին կամ դուրս արի ասա ոնց է ժողովրդի հոգսերը քաշում կամ եթե չես կարող ուրեմն մենք ենք քեզ ասում ինչ անես։ Իշնում ես դատախազություն, քանի որ հասարակ ժողովրդին չեն ընդունել, դու որպես սենց կոչված պատասխանատու իջի դատախազություն ու դատախազին այս բոլոր ժողովրդի անունից ասա, որ մեր խնդիրը նրանումն է այդ թալանած փողերի դատաիրավական process-ները արագացնեն, որպեսզի թալանածը վերադարձնեն ժողովրդին եւ արցախցիների կարիքների օգտան։ Հիմա մի վարքյան, այդ թալանողների անունը կոնկրետ այդ 467 միլիոն դոլարը գնացել է 48 ընտանիքի։ 48 թողեցեք ավարտեմ էլի։ Դե բացի մի ընդհատեք որ հարցը տալիս։ Ինչ չի պատասխանեցի, ասեցի հասարակ արցախցիներ գնացել են դատախազություն չի ընդունել։ Դուք գնացել եք։ Ես էլ որ պետք կլինի գնալու եմ։ Ինչ կա։ Ես գնացել եմ բաները ներկայացել են, հարցաքնվել եմ։ Հարցաքնվել, բայց գնացել եք, հիմա մի վարքյան էլի ես տեսնում եմ, ես սովորական արցախցի եմ։ Հասարակ քաղաքացի։ Ես տեսնում եմ, որ այդ քաղաքացիները գնում են դատախազություն, դատախազությունը արհամարում է։ Հիմա մենք արցախցիներով հավաքվել ենք եւ ասում եմ, այս ակցիայի կազմակերպիչները դա մի խումբ արցախցիներ են, որոնք որ իրանք են եկել այս պահանջը դրել, դիմել ինձ, մի ավարտեք էլի, չէ իրանք դիմել են ինձ, որ ես գամ ստեղ եւ կարողանանք այս խնդրին հասնենք, ես եւ հավաքը կարողանանք կոռեկտ վարենք։ Հիմա եթե հավարտում եմ, հիմա եթե ես տեսնում եմ, որ արցախցիները գնում են դատախազության դուրով ծեծում են, ասում են այն թալանչիների գումարները բերեք, դատախազությունը սովորական արցախցիների մերժում է։ Դա համաբանական չի, որ այդ արցախցիները եկել են ստեղ, որ դիմեն իրանց ներկայացուցին, որ ինքը թող իշնի դատախազություն եւ թող իրան պատասխան տան անունների վերաբերյալ նաեւ հասարակ քաղաքացիների մեջ են այս ակցիայի մասնակիցների թվում էլ մարդիկ կա, որոնք ունեն փոխառություններ եւ հետ չեն վերադարձել։ Այսպեսի տեղեկություններ։ Հիմա խոսքը գնում է ուրեմն նայեք ինչ ենք անում։ Մենք երբ որ ասում ենք կոռուպցիա, մեր համար Չէ, մի վարքյան, իթե ուզում եք ճիշտը իմանանք, մեր մոտ այն տպավորությունն է, որ դուք եք ինչ որտեղից ֆինանսավորվող
բաներ, լրատվականներ, որ եկել եք էլի զուրուց ուզում եք տանեք ձեր ինչ-որ մի ուրիշ դաս, մի լարեք ստե ժողովրդի, հիմա ձեր հարցերին ես կոնկրետ պատասխան եմ տալի, մի վայրկյան, մատ, սա ժեստ ա ուղակի, սա մատ չենք տապտալի, ու մեր վրա մի թելադերեք մենք ձեզ, Հավաքից հետո բոլոր մեկնաբանությունները կորասեն։ մի վայրկյան, հիմա ձեր, չէ, ադեկվատը որ տալիս եք, գալիս եմ, մեր հավաքը հեսա սկսում ա, ուրեմն ասենք ինչում նախնդիր, ուրեմն 40 մի վայրկյան, 48 անուն ազգանունը հատ չեմ հիշում, խոշոր բաներ գիտեմ, մի վայրկյան, հիշում եմ չեմ ասելու ու սա պայման նախի չենք ասելու, ասեմ ինչու, որովհետև որ մեկի անունը տանք մյուսինի չտանք ասելու նարա սրա խաղն է, ինչի, հիմա ուրեմն լուրջ իսկապես այն է, որ դատախազությունը մեզնից բոլորից ավելի լավ գիտի անուն ազգանունները, հիմա մեր պահանջը նրա նման լելու մի վայրկյան էլի, մենք ասել ենք, չէ մի վայրկյան, դուք ուզում եք ասեք Սամվել Շախրամանյանից պահանջելու ոչ մի բան չկա, դե էլ բայր ինչի եք ձեզ հակասում։ Դե հիմա մեր պահանջը նրա նման է, թող գնա դատախազություն, հիմա հարցը ուրիշ բան է, որ արագացնեն գործընթացը։ Ուրեմն նայեք ոնց ենք մենք մի վայրկյան, ուրեմն մենք հենց ներդրումային հիմնադրամի մասին եմ խոսում, ուրեմն մենք որ ասում ենք կոռուպցիա, մենք կոռուպցիայի դեմ պայքարը ոնց ենք պատկերացնում, որ դատախազությունը ցուցակը հարապարակելու է եւ վերևից ամենախոշորից սկսելու ենք։ Հերիքա, երբ որ խոսում ենք կոռուպցիայից, ասում եմ, բանդեղն էլ մեկը մինիու է ստացել, մեկը, չգիտեմ, $50,000 ստացել տոնը, մենք դրա մասին չենք խոսում հասարակ քաղաքացիները, եթե կարա ինչ-որ մի բան իրանց ասել է։ Մենք խոսում ենք $467 միլիոն, դա Արցախի առաջնագծի ամեն մի կիլոմետրի վրա $2 միլիոն է հասնում։ Եվ այդ $467 միլիոն 25 միլիոն դոլարով, 27 միլիոն դոլարով, 20 միլիոն դոլարով, այ այսպիսի բախշումներ ա եղել ու մի վայրկյան, հիմա մի վայրկյան շատ կարևոր բան եմ ասում, ու թող մեր ընկերներն էլ լսեն, ինչ կլեյմո են փորձում մեր վրա դնել, ասում են այ Նիկոլի խաղն ա, ուրեմն ասեմ, մենք խոսում ենք այն գումարների մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանն ա փոխանցել այդ հանցագործ կլանի, հենց իրա փոխանցած գումար, խոսքը գնում, բա մի վայրկյան էլի սկսել ենք էլի հո չավարտեցինք, հələ մի հատ տեսնենք, մի քանի օր չի, ընդամենը անցած անգամ դատախազություն ահագին անգամ են գնացել, ապա ես չեմ ասում դուք անգաժիրованные լրատվամիջոցներ եք, ուզում եք քաշտակ տանեք, դե չի ստացվելու, ուրեմն մի վայրկյան, մեր հարցը կոնկրետ է, չկա այդպիսի հարց, որ ինձ տված են ստեղ ձեր համար ոչ ՔՊ-ի պատգամավորանս կաղնած, ոչ բանա Հայաստան դաշինքը, ոչ էլ պատիվ ունեմ, այդպիսի հարց չկա, որ Արտուր Օսիպյանը չի պատասխանում, ասում եմ գնացվել է, հիմա մի վայրկյան, հերթով գալիս ենք, հələ մի հատ տեսնենք ստե ինչ է ասում, մենք կաշկանդված չենք ոչ մեկից պահանջել, խե թալանչիներից չենք պահանջելու, խե միջև Նիկոլ Փաշինյան, հիմա ես ասում եմ դուք ինչ դաշտ եք ուզում տանեք, որ մեկի անունը տանք, մեկին չտանք, ասեն ժողովուրդը ուրեմն պետք է իմանա այդ անունները լրիվ ցույց, մի վայրկյան, եթե ժողովուրդը, երբ որ ժողովրդին այդ ցանկությունը լինի, այդ 48 հոգանոց ցուցակ այս են ժողովուրդ, երբ որ ասեն պետք է 48 հոգանոց ցուցակը մի կայքում կհրապարակենք, ասենք ժողովուրդ նայեք, հրապարակված է, ինչ որ խոսում եմ հրապարակային տվյալներ է։ Արցախի նախագահի պաշտոնը ստե կապ չունի, մի քանի շաբաթից հետո ավարտում եմ, այս մի վայրկյան հարցը լսել եմ, էլի։ Հիմա խնդիրը նրանումն է, որ ժողովուրդ հարցակցելի մնում են ու հիմա են մնում, այս հաշված շաբաթների խնդիր է, եթե այդ 40+10 կատարվում է, այս ժողովուրդը ուրիշ տարբերակ չի մնում։ Մենք չենք եկել տեսնենք ինքը երբ է իր սուրոկը ավարտեմ, երբ չի ավարտեմ։ Մենք եկել ենք կոնկրետ հարցի համար։ Այս ժողովրդի սոցիալական խնդիրների կարում ես լուծես, թե չես կարում լուծես։ Ուրեմն մի վայրկյան, այդ մարդիկ միջայլոց ովքեր որ այս ակցիա նախաձեռնել են, այդ հենց այդ շտաբից են։ Բայց այդ հիմա այդ նույն շտաբն էլ գնացել է դատախազություն, նույն պահանջի դրել է։
Հիմա մենք էլ ենք դրա հետևից գնում քալանաց, իստեղ ինչ կա որ ուզում առանձին խնդիր չկա, հրավիրված են բոլորը։ Ով ցանկություն ունի, ով գտնում է որ իր այդ բանը քալանացի ֆինանսական, սոցիալ խնդիրների լուծման ճանապարհը սա է, բոլորին հրավիրված են։ Հիմա ես ավելի մենք անցած անգամ ինքը ասեց որ օրը մենք եք նշանակել ասել ենք որ հաջորդ չերես մի օրից հետո ստեղնելու հավաք սովորություն եւ նենց էր որ ինքը ասելա որ պատասխանելու է հիմա թողենք տեսնենք ինչով պատասխանը հետո իմանանք գնում ենք դատախազություն թե գնում ենք կառավարություն թե ոչ միտեղ չենք գնում հանդիպելի թեմա չկա մեզ այդ հարց ունի դուրս արի ասա թե ոնց ես դու պատկերացնում ես ժողովրդի սոցիալ խնդիրների լուծումը հարցը հրատապ է այդ հրատապությունն է որ ասում եք ինչի հիմա է դարել հրատապ ու բացի դրանից մենք տեսել ենք որ ինչ որ նախաձեռնություններ են փորձում անեն թողել ենք փորձեն անեն մարդիկ ամեն մեկը իր միտք ունի ինչ որ ճանապարհ ատեսում մենք ոչ մեկին չենք դենա հարցի պատասխանեց կապողն Հիմա մի վարքյան, հիմա ես մի բան ասեմ, ձեզ էլ կապում են ասենք թե ես իմ և ասեմ մի ուրիշի հետ, հիմա ինչի ասեմ հիմա մենք որ ստեղ եք, երբ որ մենակ Սամվել Բաբայանին չեն կապում, մի վարքյան, մենք որ հենց որ կառուցայի հարցը դրվում է, դա Ղարաբաղից էր, դեռ վաղուց եկած, սկսում են այդ հարցը դնողին կապել սրաննրան հետ, որպեսզի որ այդ շարժումը եւ այդ նախաձեռնությունը էժանցնեն, ասեմ, ստեղ ոչ մեկ խառնված չի, որևիցե քաղաքական ոչ, պարզ հասարակ արցախցիներ ասում են, մեկը գյուղագործա, մեկը բանահին, նախկին սպայա եւ այլն, սովորական հասարակ քաղաքացիներ։ Այս հարցը դրել են ստեղ ու հրավիրել ինձ, որ արտո արի մնացածի մասը։ Անի հետ կաղնի։ Ուրիշ ոչ մեկ խառնված չի։ Շատ իզուր։ Շատ իզուր եք արել։ Ուրեմն մի բան ասեմ, մի վարքյան։ Ձերոցից բերում եք տնը խոսացնում, դուք ասեն որնա ձերոնքը, ասեն որնա։ Ձեր ագենտուրան, ձեր լրատվականի ագենտուրայի մասին ասեմ։ Հենց հիմա դուք նույնը ասեմ, էլի մի բան էլ ես ասեմ։ Մի բան էլ ես ասեմ, այդ որ ասում եք։ Ուրեմն մի վարքյան, ես դե մի վարքյան։ Տալիս դրա համար։ Մուսայնան, մի վարքյան։ Ուրեմն ես ձեզ ասեմ ինչու է խնդիրը եւ այն նույն բանը պալատկա որ դրել են դեղ, թե որ կոնկրետ որ բանն է, անուններով են կարամտան բաց դասեմ։ Հիմնականը լրատվամիջոցներն որ խառնում են հավաքի հերանիցում են։ Ինչու՞, որովհետեւ հիմնական լրատվամիջոցներն դա թալանչիների կողմից ֆինանսավորված լրատվամիջոցներ են եւ ինչ նախաձեռնությունը նման ուզում են կամ կապել այդ թալանչիների հետ կամ բանանե պարավակացանը մեզ հանեն քաղաքական Ձեր ասած բոլոր ասեմ հաղորդումներն էլ պատեսնում ենք։ Պարոն Օսպյան, ձեր ասած բոլոր հայտարարությունները օդ են, քանի որ դուք կոնկրետ անուններ չեք տալիս, որպեսզի իրավապահ համակարգը զբաղվի դրանով։ Ինչ անում ա ձեզ։ Ասում մի վարքյան է, ասում եմ գործը հարուցված է տարի ու կես առաջ, քորիկ ջան, հասկանում եք։ Չէ գնահատականներ մի տվեք։ Դուք գնահատականներ լրագրող եք։ Էս որ մի լրատվական է։ Հրապարակալը մի հատ կորեք ստեղից։ Հրապարակը եկել է ստե ինչ անի։ Գնաց, որովհետև հրապարակը դա այն կեղտոտ լրատվականն է, որը միայն կեղտ է շփոթում։ Ու այ դուք եք ասեմ ինչի։ Այդ նույն հրապարակը դեռ մենք Արցախը հրապարակ թերթին ոչ ելույթ չեմ տալ։ Հա։ Լուսաբանվի լայն տարածում։ Չեմ ուզում, ես ձեր կարիքը չունեմ, մենք հենա մեր Facebook-ը ունենք։ Մենք մեր Facebook-ը մեզ հերիք է, մենք ձեր կարիքը չունենք։ Ուրեմն կարճ ասեմ։ Մի արեք, ես չեմ Ասում քշեք, ես մեր հայրենիքն հայրենիքի շեմեք շում, հավաքի մի խառնվեք։ Հրապարակ թե ֆորից տեղից։ Հանգիստ խոսեք նա։ Հրապարակ թե ուրեմն կոնկրետ ասեմ։ Չեք ուզում լուսաբանել։ Չէ, ուրեմն թեքվեք որ մյուս անգամ դերատվամիջոցների վերաբերյալ գնահատականներ Ուրեմն տալու են գնահատական որտեղ կեղտոտ լրատվամիջոցներ են։ Մենք ձեր կարիքը չունենք, գնացեք ստեղ։ Գնացեք ստեղ։ Հաստատությունից տվել եմ ես նույն լրատվականներին, կտրել եք ձեր Հարաճիների մասով խոսած եմ, կտրել եք ձեր ուզածը դրել։ Այս կեղտոտ լրատվականները Կեղտոտ լրատվականները բոլորի մասին խոսքը։ Բոլորի մասին որ են շարժումը հրապարակ թե դու ես արի
հայտարարություններ։ Եթե ուզում եք հասկանալ, գործակալները։ ուզում եք հասկանալ, ում Հարյուր թվականին գործակալները դիժորը տալի գործակալները։ Ես կարգի իրա։ մի րոպե սպասեք։ Ուզում եք ճիշտ իմանալ, խոսում եք թալանչիներից, հա, ոսի բենարտորին հարց եք տալիս, ասում եք թալանչի ասում եք, ես նույնը Սիպյան Արտուրն է ձեր դեմը կայնած, ասեմ իմանա, ես հավատի տասնակերպողում եք ես եմ, թալանչին ոստե շենք ունի, ինքը թալանչի է, ոստե խանութ ունի, ինքը թալանչի է, ոստե հյուրանոց ունի, ինքը թալանչի է, ոստե գարաժներ ունի, ինքը թալանչի է, ոստե բազաներ ունի, ինքը թալանչի է, ով քաղաքաշինության նախարարության վրա իր բազաները ծախել նոր տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ինքը թալանչի է, այդ սուկաների հետևից եք եկել, ասեմ իմանա։ Սամվել Բաբայանը հետ ինչ ունի Հայաստանում։ Սամվել Բաբայանը ինչ կապ ունի, ստե։ Ինչ կապ ունի։ Հա, անուն ունի, որ այդ ղեկավարները Սերժ Սարգսյանի անունը տալի։ Բախիշեք Ռոբերտ Քոչարյանը, բա ուրա։ Բա դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը 30 տարվա մեջ միլիոնյա խրամատ չի սարքել, հիմա եկել է։ Կարոջի երրորդ ուժ ձեր չի տալիս։ Երրորդ ուժ ձեր չի տալիս։ Ձեր ձերը տալիս Ասում եք իրական գործ։ Համարսեք Ասեմ, որովհետև դուք ասեմ։ Ես ամեն վիդեոներ Պատասխանը տալիս եմ, ի չեմ տալու։ ախպեր, երրորդ ուժ ձեր չի տալիս։ Ձեր ձերը տալիս իշխանությունը դիմացի։ Համարսեք նմանների պատճառով են հայաստանցիք ուսանացիք։ Մենակ ձեր նմանների պատճառով։ Մենակ ձեր նմանների։ Միշտ դուք եք անում։ Ասում եք, գնացեք, եկեք պրովոկացիա։ Դեռ քշել են ուզում իշել, ես։ Տեսեք ինչ եմ ասում, երբ որ մենք հավաքենք հարավիրը, հրապարակ դրդի չլինի։ Բայց կասես որ լրագրողներ չկա։ Դուք գալիս եք պրովոկացիա եք անում։ Օսեփյանը ասել է որ դուք չկաք։ Հավաքը հայտարարողն է։ Եկել եք պրովոկացիա եք անում։ Ուզում եք ցավոտանի, որ խոսես կեզորա խուսումանը։ Այո, բայց ինչ որ խոսում եմ Ում հետևից եք եկել։ Ասիկա ասում եք Գնացեք հիմա պրովոկացիա են անում, հարգելի Ախի ես գնում են ուրիշի մի հատ հաստատ պրովոկացիոնի մի բառից կապում սկսում Ուրեմն լրագրողների հետ ոչ մեկ չխոսա Ոչ մեկ Չէ թող գնա հրապարակ դել առաջինը Որևէ մեկը իրավունք ունի նման Ընդդիմություն իշխանություն միասին երկրի ազգերը Հիմա միասիներ իրար պահում են Ոչ մեկ Այս լրագրողներին ոչ մի հարցազրույց Դուք Գործակալներ եք, հիմնականում, հրապարակ դերն առաջ տայր Հրապարակների հետ ոչ մեկ հարցազրույց չկա Օսեփյան, ես ժողովրդի Սովեշա Խարամանյանի կարգեցիկ վրա զրուցարի կինակ։ Դուք էլ մեզ մի նկարեք, կլինի։
Գնացեք ձեր տներում տարանջեք, եթե չեք ուզում լուսաբանել։ Դե մեր տունն էլ է։ Մեր տունն էլ է։ Եղավ։ Ay ժողովուրդ եկեք գնանք, ես հարմար եմ։ Սկսվեց է։ Լրագրողներ, իրանք չեն լուսաբանում ով է։ Իրանք Որևիցե մեկը ոչ այսօր, ոչ վաղը այդ մարդկանց չի լուսաբանում։ Ես իմ լրատվամիջոցը չի լուսաբանել։ Եթե կան լրագրողներ, ովքեր համաձայնեն, չենք մոտենում իրանց, ակցիա է հանրային, հանրային իրադարձություն